Ծեծկրտուքի պատճառ դարձած Նոր-Նորքի թիվ 105 մանկապարտեզի շինաշխատանքների համար քաղաքապետարանը պայմանագրով սահմանված 297 միլիոն 415 հազար դրամից վճարել է 222 միլիոն 164 հազար դրամ, այսինքն շուրջ 80%-ը։ Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնում է 2000 թվականին հիմնադրված Լիլան Արմ ընկերությունը։ Մեր նկարահանման ժամանակ երկու շինարարներ էին աշխատում դրսում։ Նրանք նախ փորձեցին խոչընդոտել նկարահանման ընթացքը, ապա ասացին, որ աշխատանքները դեռ չեն ավարտել։ Երբ մանկապարտեզը պատրաստ լինի շահագործման, այն ժամանակ էլ կարող ենք նկարահանում անել։ Հարցին ինչու են ընդամենը երկուսով զբաղվում հսկայական մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներով, պատասխանեցին, որ եւս երկու հոգի ներսում են աշխատում։ Բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանը եւ Երևանի Ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էին Նորքի թաղապետարանի ծեծկրտուքից առաջ TikTok-ում համատեղ տեսանյութ հրապարակել թիվ 105 մանկապարտեզից, ցույց տալով, թե ինչպես են հեշտությամբ պոկում ասֆալտը, պատիներկը, քարերը եւ այլն։ Factor TV-ն մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրի ուսումնասիրությամբ պարզել է, որ այն կնքվել է 2023 թվականի ապրիլի 19-ին։ 222 միլիոն դրամը վճարվել է նույն թվականի հունիսի 20-ից մինչև տարեվերջ արված աշխատանքների համար։ Այս մասին էլ վկայում է գրավոր հարցման պատասխանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրացված աղմուկից հետո հայտարարել էր, որ աշխատանքները չեն ընդունել։ Գումարն ամբողջությամբ չեն վճարել, սակայն չէր էլ նշել, թե որքանն են վճարել։ Այդ խնդիրների լուծման ճանապարհն է շինարարին, տեղ հսկողին եւ մնացածին աշխատացնելը։ Ինչ անում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծկրտուքից հետո Լիլան Արմը հայտարարել էր, որ մանկապարտեզի շինաշխատանքները դադարեցված են եւ կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքելուց հետո։ Քաղաքապետարանից եւս հաստատել էին, որ Լիլան Արմ ընկերության հետ վեճ կա, որի լուծման եւ նախատեսված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, բայց հաշվի առնելով, որ աշխատանքներն այսօրվանից վեր սկսվել են, ենթադրաբար վեճը լուծվել է։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավար Նարեկ Պողոյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց դա։ Քննարկելու հարց կար, որովհետև օրինակ շենքի ֆասադի մասով ունենք նախագիծ, ըստ նախագծի կատարված աշխատանք, որը ոչ մեր, սենց հստակ ասեմ, ոչ կազմակերպության, ոչ էլ պատվիրատուի սրտով չի։ Վեճ ասածի մասը էդ էր, որ պիտի լուծում ստանայինք։ Եվ նաև որոշ նախագծային փոփոխությունների հարցեր կար։ Վեճը դա էր, իսկ վերսկսելու մասով ասել էինք ֆինանսական համաձայնագիր կնքվելուց հետո հիմա այս պահին ֆինանսական համաձայնագիրը, եթե չեմ սխալվում, արդեն կնքվել է, դրա համար աշխատանքները վերսկսել ենք։ Այսինքն 297 միլիոնից բացի նաև այլ գումար։ Այլ գումար պիտի որ այդ դեռ պիտի հաշվվի, բայց ենթադրում եմ, որ հնարավոր է այդ գա, որտեղ տրված ծավալները չեն բավարարում։ Պողոյանը բացատրում է ֆինանսական համաձայնագիրը պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը հատկացնելու մասին է, այսինքն 75 միլիոն դրամ։ Առանց այդ համաձայնագրի, ասում է, չէին կարող շարունակել եւ ավարտին հասցնել աշխատանքները։ Պայմանագրի ուսումնասիրությամբ մենք պարզել էինք, որ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ավարտի համար 550 օր է սահմանված, այսինքն 2024 թվականի սեպտեմբերի վերջին այն պետք է պատրաստ լիներ սաներ ընդունել։ Պողոյանը սակայն բացատրում է, դա հնարավոր կլիներ, եթե ֆինանսական համաձայնագիրը ժամանակին կնքվեր։ Ֆինանսական համաձայնագիրը կնքվել է հունիսի 20-ին։ Այդ առաջի կետը։ Ու ֆինանսական միջոցները, որը որ կնքվել է 222 միլիոնի մասով, այդ մասով մենք ավարտել ենք դեկտեմբերի 7-ին։ Դրանից հետո հաջորդ համաձայնագիրը կնքվել է մայիսին։ Այսինքն մենք այդ ընթացքում 23 թվականի դեկտեմբերից 24-ի մայիս մենք ունեցել ենք փաստացի ժամկետից դուրս ժամանակահատված, որ երբ որ մենք համաձայնագիր չենք ունեցել ու ժամկետը պիտի որ չհաշվարկվի։ Իսկ ինչու ավելի քան կես տարի համաձայնագիր չեն կնքել։ Պողոյանի խոսքով պատճառը շենքի ճակատամասի շուրջ անհամաձայնությունն է եղել։ Ի վերջո որոշել են այլ ներկերով եւ այլ կերպ աշխատել։ Այնուամենայնիվ Նարեկ Պողոյանը չի ընդունում, որ անորակ աշխատանքներ են արել։ Քաղաքապետարանից մինչդեռ հակառակն են պնդում, ընդգծելով, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Երևանի Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն ընկերությանը պայմանագրով սահմանված գումարի առյուծի բաժինը վճարելն այլ կերպ է բացատրում։ Այն մասը, որը որ փոխանցումը չի կատարվել, նշանակում է թերի է կատարված։ Այսինքն քաղաքապետարանը իրավական առումով չի կարող անել այնպիսի
հա, քայլեր կամ ընդհակառակը չանել իր պարտավորվածությունները եւ մնալ անպատիժ։ Հստակ է, որ քաղաքապետանը այդ 20-25%-ի մասով աշխատանքները համարել է չկատարված, թերի կամ ոչ պատշաճ, ոչ համապատասխան նախագծին կատարված, դրա համար չի կատարել այդ փոխհատուցումները։ Ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հակադարձում է ավագանու գործընկերոջը։ Իրանք գիտեն իրան ընդդիմությունն իրենք են, իշխանությունը մենք ենք։ Վերահսկողնել են իրենք, պատվեր տվողնել են իրենք, ստացողնել են իրենք։ Հետևաբար այդ կեղծ պնդումները թող դուրս գան, իրենք վաղուց ընդդիմություն չեն, 7 տարի ընդդիմություն չեն, իրենք իշխանություն են եւ դրա պատասխանատվությունը ուղիղ կրում են իրենք, շատ ուղիղ կրում են իրենք։ Բալա որ սկզբից մի հատ տեսակ թերացումը, հաջորդ գումարը ոնց տվեցիք, վերջինը ոնց տվեցիք։ Եվ ճիշտ է, մեր ընկերությունը, որի ֆինանսական տնօրենը ես եմ, մենք երկար ժամանակ պետական տենդերների չենք մասնակցել, բայց նախկինում որ մասնակցում ենք, վերջի գումարը չէին տալիս, մինչև վերջնական ակտը չէր լինում։ Մեզ մարդիկ ամբողջ գումարը տվել են, մնացել է պոչը, հասկանում եք։ Ավելի վաղ Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզել էր, որ Լիլանարմ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Նարեկ Պողոյանն ավագանու ընտրություններում առաջադրվել է ՔՊ ցուցակով։ Ուշագրավ է, որ նա ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ է դարձել Լիլանարմ ՍՊ-ի գործադիր տնօրեն։ Գնումների պետական համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը 2020 թվականից է սկսել քաղաքապետարանին ծառայություններ մատուցել։ Նարեկ Պողոյանը հենց 2020-ին սեփական ընկերությունն է հիմնադրել Լուսե 16, որը հիմնադրումից ընդամենը 2 ամիս անց քաղաքապետարանի հետ մայրուղիների եւ փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր է կնքել։ Ավագանու իշխանական անդամ Լևոնյանը խնդիր չի տեսնում, որ Լիլանարմի գործադիր տնօրեն Նարեկ Պողոյանը իրենց ցուցակում է ընդգրկված եղել։ Ավելին, ասում է, այդ հանգամանքը չի կաշկանդում քաղաքապետարանին եւ որ ինքը ցուցակի 164-րդ համարը զբաղեցնող Նարեկ Պողոյանին չի ճանաչում։ Դա չի նշանակում, որ եթե ինքը մեր ավականու ցուցակի անդամն է, պետք է բոլորը մեկը մյուսին ճանաչեն, չկան որևիցե արտոնյալներ եւ չկա որևիցե մեկը եւ որևիցե ընկերություն, որ կարող է զգալ իրան արտոնյալի դիրքում կարգավիճակում եւ եթե ասում եմ օրենքով հասանելի կարգով պետք լինի, եթե ես ասում եմ չեմ ուսումնասիրել պայմանագիրը, բայց վստահ եմ այդ ամեն ինչը եթե լինում է օրենքի սահմաններում եւ երկկողմ համաձայնությամբ։ Եթե այդ կարմիր գծերը բոլոր հատված են, վստահ եմ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով իր հասանելիք բոլոր գործառույթները եւ լիազորությունները ի կատար է ածելու։ Քաղաքապետարանի հայտարարած բազմամիլիոնանոց մրցույթներում հիմնականում հենց Լիլանարմ ընկերությունն է հաղթում։ Պարզ է դառնում գնումների պետական համակարգի ուսումնասիրությունից։ Լևոն Լևոնյանը դա բացատրում է ցածր գնահառաչարկ ներկայացնելու հանգամանքով։ Լիլանարմի տնօրեն Նարեկ Պողոյանը եւս նույն բացատրությունն է ներկայացնում, պնդելով, որ իր ՔՊ-ի ցուցակում ընդգրկված լինելը որևէ կերպ չի ազդում մրցույթներում հաղթելու վրա։ Ես ձեզ հստակ ասում եմ, որևէ մեկի հետ մտերիմ չեմ, որևէ ազդեցություն ու այս կազմակերպության ես սեփականատերը չեմ, ես տնօրենն եմ։ Ում միջոցով եք դուք հայտնվել ՔՊ ցուցակում։ Ես իմ միջոցով, մեր Նուբարաշենի տարածքի Թաղապետի միջոցով Նուբարաշենի։ Չէ, դե ավականին ինքն է որոշում առաջադրվի, ես առաջարկել եմ։ Ում եք առաջարկել։ Նուբարաշենի խորհրդին։ Ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը մինչդեռ այստեղ խնդիր է տեսնում։ Թե իրանք հայտարարում են մրցույթ, հաշվարկը անում են նախահաշիվը, իրանք գտնում են, որ օրինակի համար այս շենքի կառուցման համար անհրաժեշտ է 10 միլիոն դրամ։ Ինչ որ մեկը որ գալիս առաջարկում է 7 միլիոն դրամ, իրանք չեն հասկանում, որ 7 միլիոն դրամով իրատեսական չի այս շենքը կառուցելը։ Այսինքն ստե կառավարման լուրջ ճգնաժամ կա։ Կամ դու քո նախագիծը անելուց ես սխալվել, թիվը ուր ասել ես, կամ եթե դու ճիշտ հաշվարկել ես, իր շահույթն հաշվել ես 10%, այդ մարդը ինչի հաշվին է այդ ամեն ինչ անելու։ Ձեր մոտ հարց չի առաջանում։ Եթե դուք կառավարչական տենց մեծ հմտություններով օժտված եք, դուք պիտի գիտակցեք, որ այդ գնով էդի չեն կարողանա կառուցել։ Ավականու իշխանական անդամ Լևոն Լևոնյանն էլ վստահեցնում է Նորքի թիվ 105 մանկապարտեզը սեպտեմբերին պատրաստ կլինի շահագործման։ Եթե ոչ Լիլանարմի աշխատանքների արդյունքում, ապա հրատապ մեկ անձից գնում կանեն, որը ըստ Լևոնյանի հարկատուի գումարի մսխում չէ։ Մեսրոպ Մանուկյանը սակայն հակառակն է պնդում։ Որ քրեական գործ հարուցեցիք, այդ ընկերությունը սնանկ ճանաչվա։ Հարկ վճարողի մեղքը ո՞րն է։ Երեխան, որ պիտի այցելեր այդ մանկապարտեզը, որտեղ է։ Երեխայի մանկապարտեզի փողը տենց լափելը, որտեղ մնաց։ Նարեկ Պողոյանն ասաց, պատրաստվում են հայց ներկայացնել Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի դեմ, քանի որ այնինչ ցույց են տվել նրանք, քանդվող ցանկապատը, չնորոգված կոյուղին, նախատեսված չեն եղել պայմանագրի նախագծանախահաշվային աշխատանքների մեջ։ Այդ ասֆալտի մասով էլ որ չգիտեմ, քանդել էին ինչ որ ձեռքով բան, դա էլ նախ առաջին այդ տարածքը
ընդհանրապես նախագծից դուրս տարածքը, երկրորդն էլ մեր նախագծով ինչ-որ կա տրված 4 սանտիմետրանոց ասֆալտ առանց բիտումի, որ ներկայացնում են առանց բիտում ասֆալտ են արել, մեր մոտ հենց առանց բիտումի ասֆալտ է տրված եղել, այսինքն այնպես չի, որ բիտումի համար վճարվել ենք ու բիտում չենք արել, էլի դա էլ հստակ ֆիքս է։ Այսինքն նախագծով այդպես է գրված եղել։ Ստացվում է Լիլանարմ ընկերությունն իր հերթին ոչ ուղիղ, բայց Երևանի քաղաքապետարանին է մեղադրում մանկապարտեզի շինաշխատանքները ժամանակին ավարտին չհասցնելու համար։ Այդուհանդերձ Լիլանարմի գործադիր տնօրեն Նարեկ Պողոյանը վստահեցնում է, որ հուլիսի սկզբին մանկապարտեզի հիմնանորոգումը կավարտեն։ Երևանի քաղաքապետարանից մի քանի օր շարունակ Ֆակտոր TV-ն չկարողացավ մեկնաբանություն ստանալ մանկապարտեզի հիմնանորոգման վերաբերյալ։